Երբ 2008 թվականին Ռիտա Սարգսյանը պաշտոնապես հայտարարեց իր բարեգործական հիմնադրամի ստեղծման մասին, շատերը դա ընկալեցին որպես առաջին տիկնոջ բնական քայլ։ Բայց փաստաթղթերը, որոնք պահվում էին փակ արխիվներում, պատմում են այլ պատմություն։ 2006 թվականից սկսած 2 տարի առաջ, քան պաշտոնական հիմնադրամը գոյություն ունենար, արդեն իսկ կազմակերպում էին փակ բարեգործական միջոցառումներ, որոնց ֆինանսավորման աղբյուրները մնում էին անհայտ։ Ովքեր էին այդ մարդիկ, ովքեր փոխանցում էին զգալի գումարներ անհայտ հաշիվներին։ Ինչու էին նրանք պահանջում լիակատար գաղտնիություն։ Եվ ամենակարևորը, ինչու հենց այդ նույն անունները հետագայում հայտնվեցին այն ընկերությունների ցանկում, որոնք ստացան պետական խոշորագույն պատվերները։ Այս համընկնումները պատահական էին, թե մենք խոսում ենք ավելի խորը համակարգի մասին, որտեղ բարեգործությունը դարձել էր քողարկման գործիք։ 2006 թվականի աշնանը, երբ Սերժ Սարգսյանը դեռ պաշտպանության նախարար էր, Երևանի կենտրոնում տեղի ունեցավ փակ միջոցառում։ Պաշտոնապես դա ներկայացվեց որպես մասնավոր հանդիպում բարեկամների շրջանում, բայց ներկաներից մեկը, ով խնդրեց չհրապարակել իր անունը, հիշում է այլ մանրամասներ։ Այդ երեկո հավաքված էին մոտ 20 մարդ, բիզնեսմեններ, որոնց անունները հետագայում կդառնան հայտնի հայկական տնտեսության մեջ։ Խոսվում էր ոչ թե բիզնեսի, այլ բարեգործության մասին։ Ռիտա Սարգսյանը, ով այդ ժամանակ դեռ չէր ունենում պաշտոնական կարգավիճակ, ներկայացրեց մի ծրագիր, որը նպատակ ուներ օգնել սոցիալապես անապահով ընտանիքներին։ Նա խոսեց տաք, համոզիչ, իսկ ներկաները լսում էին ուշադիր։ Բայց ամենահետաքրքիրը եղավ այն, ինչ տեղի ունեցավ հանդիպումից հետո։ Յուրաքանչյուր ներկա ստացավ փակ ծրար, բանկային հաշվի համարով եւ հստակ ցուցումներով, թե ինչպես կարելի է փոխանցել գումար այնպես, որ դա չթողնի հետք պաշտոնական փաստաթղթերում։ Այդ երեկոյից հետո սկսվեց մի գործընթաց, որը տևեց ամբողջ 2 տարի։ Փողերը հոսում էին անընդհատ, բայց ոչ մի պաշտոնական հաշվետվություն չկար։ Ովքեր էին ստանում այդ օգնությունը։ Ինչպես էին ընտրվում շահառուները, ով էր վերահսկում ծախսերը։ Այս բոլոր հարցերը մնում էին առանց պատասխանի։ Բայց մի բան հստակ էր. համակարգը գործում էր անխափան։ Յուրաքանչյուր ամիս որոշակի գումարներ փոխանցվում էին մի քանի հաշիվների, որոնք գրանցված էին տարբեր անձանց անունով։ Այդ անձինք, ինչպես պարզվեց հետագայում, ունեին մեկ ընդհանուր հատկանիշ։ Բոլորն էլ կապված էին Սարգսյանների ընտանիքի հետ, թեկուզ ոչ ուղղակիորեն։ Ովքեր էին նրանք իրականում։ Միջնորդներ, վստահելի մարդիկ, թե պարզապես անուններ, որոնց հետևում թաքնված էին ավելի խոշոր խաղացողներ։ Եվ ինչու էր անհրաժեշտ այսքան բարդ սխեմա, եթե խոսքը բարեգործության մասին էր։ 2007 թվականի գարնանը իրավիճակը սկսեց փոխվել։ Սերժ Սարգսյանը դարձավ վարչապետ, եւ հանկարծ այն բիզնեսմենները, ովքեր 2 տարի շարունակ ֆինանսավորում էին գաղտնի բարեգործական ծրագրերը, սկսեցին ստանալ պետական պատվերներ։ Առաջինը եղավ շինարարական ընկերությունը, որի սեփականատերը ներկա էր այդ առաջին փակ հանդիպմանը 2006 թվականին։ Նա ստացավ պայմանագիր Երևանում նոր վարչական շենքի կառուցման համար, պայմանագիր, որի արժեքը գերազանցում էր $10 միլիոն։ Երկրորդը եղավ ներմուծող ընկերությունը, որի ղեկավարը նույնպես մասնակցել էր այդ փակ միջոցառումներին։ Նա ստացավ բացառիկ իրավունք ներմուծելու բժշկական սարքավորումներ պետական հիվանդանոցների համար։ Երրորդը, չորրորդը, հինգերորդը ցանկը երկարում էր եւ յուրաքանչյուր անուն ավելացնում էր նոր հարց։ Սա պատահականություն էր, թե հստակ հաշվարկված համակարգ, որտեղ բարեգործությունը դառնում էր ներդրում ապագա արտոնությունների մեջ։ Բայց ամենաընդգծվածը եղավ մեկ դեպք, որը տեղի ունեցավ 2007 թվականի աշնանը։ Մի փոքր տրանսպորտային ընկերություն, որի սեփականատերը նույնպես ֆինանսավորել էր գաղտնի ծրագրերը, հանկարծ ստացավ պայմանագիր բանակի համար ռազմական տեխնիկայի մատակարարման վերաբերյալ։ Այս ընկերությունը նախկինում երբեք չէր զբաղվել ռազմական ոլորտում, չուներ փորձ, չուներ անհրաժեշտ լիցենզիաներ։ Բայց պայմանագիրը ստորագրվեց եւ գումարը փոխանցվեց։ Երբ լրագրողները փորձեցին պարզել, թե ինչպես է դա տեղի ունեցել, նրանք բախվեցին լռության պատին։ Պաշտոնական անձինք պատասխանում էին, որ ընկերությունը համապատասխանում է բոլոր պահանջներին, իսկ փաստաթղթերը կարգին են։ Բայց ոչ ոք չէր բացատրում, թե ինչու հենց այդ ընկերությունը, երբ շուկայում կային տասնյակ ավելի փորձառու խաղացողներ։ Ով էր կայացրել այդ որոշումը եւ ինչ հիմքով։ 2008 թվականին, երբ Սերժ Սարգսյանը դարձավ նախագահ, Ռիտա Սարգսյանը պաշտոնապես հայտարարեց իր բարեգործական հիմնադրամի ստեղծման մասին։ Այժմ ամեն ինչ էր թափանցիկ, պաշտոնական, հաշվետու։ Բայց նրանք, ովքեր հիշում էին նախորդ 2 տարիները, տեսնում էին այլ նկար։ Հիմնադրամի առաջին խոշոր նվիրատուների ցանկում կային նույն անունները,
որոնք 2 տարի շարունակ ֆինանսավորել էին գաղտնի ծրագրերը։ Նույն բիզնեսմենները, ովքեր արդեն ստացել էին իրենց պետական պատվերները, այժմ պաշտոնապես դառնում էին բարեգործներ։ Համակարգը փոխվել էր, բայց խաղացողները մնացել էին նույնը։ Եվ հարցը, որը շատերը տվում էին, բայց ոչ ոք չէր պատասխանում, արդյոք այդ վաղ ներդրումները եղել են պարտադիր պայման հետագա հաջողության համար։ Արդյոք նրանք, ովքեր չէին մասնակցել այդ փակ համակարգին, ունեին հնարավորություն ստանալ պետական պատվերներ։ Եվ եթե ոչ, ապա ինչ էր դա իրականում՝ բարեգործություն, թե կոռուպցիայի նոր ձև, որը քողարկված էր բարության դիմակի տակ։ Մի նախկին պաշտոնյա, ով խնդրեց չհրապարակել իր ինքնությունը, հիշում է մի զրույց, որը տեղի ունեցավ 2007 թվականի ամռանը։ Նա ներկա էր մի հանդիպման, որտեղ քննարկվում էր պետական պատվերների բաշխման հարցը։ Երբ մեկը հարցրեց, թե ինչու որոշակի ընկերություններ ստանում են արտոնություններ, պատասխանը եղավ պարզ, բայց միաժամանակ անհանգստացնող։ Նրանք արդեն ապացուցել են իրենց հավատարմությունը։ Ինչ նշանակում էր այդ հավատարմությունը։ Արդյոք խոսքը գնում էր բիզնես հմտությունների մասին, թե այն ֆինանսական ներդրումների, որոնք արվել էին գաղտնի բարեգործական ծրագրերում։ Այդ պաշտոնյան չստացավ հստակ պատասխան, բայց նա հասկացավ մի բան. համակարգը գործում էր ըստ իր սեփական կանոնների, եւ այդ կանոնները գրված չէին ոչ մի պաշտոնական փաստաթղթում։ 2008 թվականից հետո, երբ հիմնադրամը դարձավ պաշտոնական, շատ բաներ փոխվեցին։ Այժմ կային հաշվետվություններ, աուդիտներ, հրապարակային միջոցառումներ։ Ռիտա Սարգսյանը դարձավ հայտնի դեմք բարեգործական ոլորտում, իսկ նրա հիմնադրամը սկսեց իրականացնել տարբեր ծրագրեր, սկսած երեխաների օգնությունից մինչև մշակութային նախաձեռնություններ։ Բայց նրանք, ովքեր հետևում էին ֆինանսական հոսքերին, նկատում էին մի հետաքրքիր մանրամասն։ Հիմնադրամի խոշորագույն նվիրատուները շարունակում էին լինել նույն բիզնեսմենները, ովքեր արդեն ստացել էին իրենց պետական պատվերները, եւ ավելին, նրանց ներդրումները հիմնադրամում աճում էին համաչափ նրանց բիզնեսի ընդլայնման հետ։ Որքան ավելի շատ պետական պատվերներ էին ստանում, այնքան ավելի շատ էին նվիրաբերում բարեգործությանը։ Սա կարող էր լինել պարզապես շնորհակալության արտահայտություն, բայց կարող էր լինել նաև ավելի բարդ համակարգի մաս, համակարգ, որտեղ բարեգործությունը դառնում էր անընդհատ ներդրում իշխանության հետ լավ հարաբերությունների մեջ։ Բայց ամենահետաքրքիրը եղավ այն, ինչ տեղի ունեցավ 2010 թվականներին։ Մի քանի ԲԳ բիզնեսմեններ, ովքեր չէին մասնակցել վաղ ԲԳ գաղտնի ծրագրերին, փորձեցին ստանալ պետական պատվերներ։ Նրանք ներկայացրեցին իրենց ԲԳ առաջարկները, որոնք ըստ բոլոր պարամետրը ԲԳ ավելի մրցունակ էին, քան գործող մատակարարներ, տարբեր պատճառաբանություններով։ Մեկը ըզգե ասաց, որ նրանց ընկերությունը չունի բավարարափորձ, մյուսը, որ փաստաթղթերը լրիվ ճեկ է, երրորդը, որ ժամկետները չեն համապատասխանում։ Բայց իրականում պատճառը կարող էր լինել այլ բան։ Նրանք չէին մաս այդ փակ համակարգի, որը ձևավորվել էր դեռևս 2006 թվականից։ Նրանք չէին ներդրում, երբ դա պահանակ, երբ դա պահանջվում էր։ Եվ այժմ դռները փակ էին նրանց համար։ Արդյոք սա արդար էր։ Արդյոք սա համապատասխանում էր օրենքին։ Արդյոք սա այն էր, ինչ պետք է լիներ բարեգործությունը։ 2012 թվականին մի անկախ լրագրող փորձեց հետազոտել այս թեման։ Նա հավաքեց փաստաթղթեր, հարցազրույցներ, վերցրեց նախկին պաշտոնյաներից եւ բիզնեսմեններից, վերլուծեց ֆինանսական հոսքերը։ Նրա եզրակացությունը եղավ անհանգստացնող։ Գոյություն ուներ հստակ կապ վաղ գաղտնի ֆինանսավորման եւ հետագա պետական պատվերների միջև։ Բայց երբ նա փորձեց հրապարակել իր հետազոտությունը, բախվեց խնդիրների։ Նախ ոչ մի լրատվամիջոց չցանկացավ հրապարակել նյութը, վախենալով հնարավոր հետևանքներից։ Երկրորդ, նրան սկսեցին սպառնալ անանուն զանգերով։ Երրորդ, նրա աղբյուրները մեկը մյուսի հետևից հրաժարվեցին խոսել։ Վերջում նա ստիպված եղավ հրաժարվել ամբողջ նախագծից, բայց նրա հետազոտությունը մնաց, եւ այն, ինչ նա գտավ, շարունակում է հարցեր առաջացնել մինչ օրս։ Այսօր, երբ Սերժ Սարգսյանը այլևս իշխանության մեջ չէ, եւ Ռիտա Սարգսյանի հիմնադրամը շարունակում է գործել, այդ վաղ տարիների պատմությունը մնում է մութեջ։ Ովքեր էին իրականում ֆինանսավորում այդ գաղտնի ծրագրերը 2006-ից մինչև 2008 թվականները։ Ինչու էր անհրաժեշտ այդ գաղտնիությունը, եթե խոսքը բարեգործության մասին էր։ Եվ ամենակարևորը, արդյոք այդ համակարգը դեռ գործում է այսօր, թեկուզ այլ ձևերով եւ այլ անունների տակ։ Արդյոք բարեգործությունը Հայաստանում դարձել է միջոց իշխանության հետ կապեր ստեղծելու, թե դա միայն մեկ դրվագ էր, որը մնաց անցյալում։ Եվ եթե այդ համակարգը իսկապես գոյություն ուներ, ապա քանի հոգի իրականում օգտվեցին դրանից, եւ քանիսը մնացին դրսում, չունենալով հնարավորություն մտնել այդ փակ աշխարհ։
Երբ 2008 թվականին Ռիտա Սարգսյանի հիմնադրամը դարձավ պաշտոնական, շատերը կարծում էին, որ գաղտնիքները մնացին անցյալում։ Բայց մի փաստաթուղթ, որը պահվում էր ազգային արխիվում եւ որին մուտք ունեին միայն սահմանափակ թվով մարդիկ, պատմում է այլ պատմություն։ 2009 թվականի փետրվարին, ամիս օր անց Սերժ Սարգսյանի նախագահ դառնալուց հետո, արխիվում հայտնվեց մի ծրար, կնքված եւ նշված գաղտնի դրոշով։ Այդ ծրարում կային 17 էջ, ձեռագիր նշումներ, բանկային փոխանցումների ցուցակներ եւ անուններ։ Անուններ, որոնք երբեք չէին հնչել հրապարակայնորեն, բայց որոնք կապված էին ամենախոշոր ֆինանսական գործարքների հետ։ Ով էր տեղադրել այդ փաստաթուղթը արխիվում եւ ինչու հենց այդ պահին։ Արխիվի աշխատակիցը, ով գտավ ծրարը, հիշում է, որ այն հայտնվեց առանց որևէ ուղեկցող փաստաթղթի, ոչ ստորագրություն, ոչ դրոշ, ոչ բացատրություն։ Կարծես մեկը ցանկացել էր, որ այդ տեղեկությունը պահպանվի, բայց միաժամանակ մնա անհասանելի։ Երբ աշխատակիցը փորձեց պարզել, թե ով է բերել ծրարը, նրան ասացին, որ դա վերևից է եկել եւ ավելի լավ է չհարցնել։ Բայց այդ 17 էջերը պարունակում էին այնպիսի տեղեկություններ, որոնք կարող էին փոխել ամբողջ պատկերացումը Ռիտա Սարգսյանի վաղ բարեգործական գործունեության մասին։ Այդ փաստաթղթերում նշված էին 12 անուն, բիզնեսմեններ, ովքեր 2006-ից մինչև 2008 թվականները փոխանցել էին ընդհանուր ավելի քան $5 միլիոն գաղտնի հաշիվներին։ Յուրաքանչյուր փոխանցում ուղեկցվում էր կոդով, 4 թվանշան, որոնք ոչինչ չէին նշանակում արտաքին դիտորդի համար, բայց որոնք, ինչպես պարզվեց, համապատասխանում էին որոշակի ծրագրերի։ Օրինակ, կոդ 2003 նշանակում էր սոցիալական օգնություն, կոդ 2005 մշակութային նախաձեռնություններ, կոդ 2007 բժշկական աջակցություն։ Բայց ամենահետաքրքիրը եղավ կոդ 2009, որը նշված էր որպես հատուկ ծրագիր։ Այդ կոդի տակ փոխանցված գումարները գերազանցում էին բոլոր մյուսների հանրագումարը։ Ինչ էր այդ հատուկ ծրագիրը, ով էր ստանում այդ փողերը եւ ինչու այն պահանջում էր այդքան գաղտնիություն։ Փաստաթղթերում չկար ոչ մի բացատրություն, միայն թվեր եւ կոդեր։ Բայց այդ թվերը պատմում էին պատմություն, որը շատերը չէին ցանկանում լսել։ Մի նախկին բանկային աշխատող, ով ներգրավված էր այդ փոխանցումների մշակման մեջ, հիշում է, թե ինչպես էր ամեն ինչ կազմակերպված։ Յուրաքանչյուր փոխանցում կատարվում էր ուրբաթ օրերը երեկոյան ժամերին, երբ բանկում մարդիկ քիչ էին։ Գումարները փոխանցվում էին մի հաշվին, որը գրանցված էր մի անձի անունով, ում անունը նա երբեք չէր լսել։ Այդ անձը, ինչպես պարզվեց հետագայում, ապրում էր մի փոքր քաղաքում եւ զբաղվում էր պարզառևտրով։ Նա չուներ կապ ոչ բարեգործության, ոչ քաղաքականության, ոչ էլ խոշոր բիզնեսի հետ։ Բայց նրա հաշվին ամեն ամիս մտնում էին տասնյակ հազարավոր դոլարներ, որոնք հետո անհետանում էին, փոխանցվելով այլ հաշիվների, որոնց տերերը անհայտ էին։ Բանկային աշխատողը հիշում է, որ մի անգամ փորձեց հարցնել իր վերադասին, թե ինչու է այսպես կազմակերպված, եւ պատասխանը եղավ կարճ. «Դու պարզապես կատար իր քո աշխատանքը եւ մի հարցրու»։ Նա հասկացավ, որ այստեղ խոսքը գնում է ավելի մեծ բանի մասին, քան պարզ բարեգործություն, եւ որ հարցերը կարող են վտանգավոր լինել։ 2010 թվականին, երբ Հայաստանում սկսվեցին առաջին լուրջ քննարկումները կոռուպցիայի մասին, մի խումբ ակտիվիստներ որոշեց հետազոտել բարեգործական հիմնադրամների ֆինանսական հոսքերը։ Նրանք հավաքեցին հրապարակային տվյալներ, վերլուծեցին հաշվետվություններ, հարցազրույցներ վերցրեցին նախկին աշխատակիցներից, եւ նրանք նկատեցին մի օրինաչափություն, որը անհանգստացնող էր։ Ռիտա Սարգսյանի հիմնադրամի խոշորագույն նվիրատուները համընկնում էին այն բիզնեսմենների հետ, ովքեր ստանում էին ամենախոշոր պետական պատվերները։ Բայց ավելի հետաքրքիրը եղավ այն, որ այդ նվիրատվությունները սկսվել էին ոչ թե 2008 թվականից, երբ հիմնադրամը դարձավ պաշտոնական, այլ շատ ավելի վաղ։ Ինչպես էր դա հնարավոր, եթե հիմնադրամը դեռ չգոյություն ուներ։ Պատասխանը կարող էր լինել միայն մեկը. գոյություն ուներ մի անպաշտոնական համակարգ, որը նախորդում էր պաշտոնականին եւ որը շարունակում էր գործել նույնիսկ հետո։ Ակտիվիստները փորձեցին հրապարակել իրենց գտածոները, բայց բախվեցին խնդիրների։ Նախ նրանց չկար մուտք փակ արխիվներ, որտեղ պահվում էին ամենակարևոր փաստաթղթերը։ Երկրորդ, նրանց աղբյուրները վախենում էին խոսել բաց։ Երրորդ, լրատվամիջոցները չէին ցանկանում հրապարակել նյութը, վախենալով հնարավոր հետևանքներից։ Բայց նրանք չդադարեցին։ Նրանք շարունակեցին հավաքել տեղեկություններ, եւ ամեն նոր փաստ ավելացնում էր նոր հարց։ Ինչու էր այսքան գաղտնիություն, եթե ամեն ինչ օրինական էր։ Ինչու էին բիզնեսմենները վախենում խոսել իրենց նվիրատվությունների մասին։ Եվ ամենակարևորը, ինչու էր համակարգը շարունակում գործել
նույնիսկ այն ժամանակ, երբ հրապարակայնորեն ամեն ինչ թափանցիկ էր։ Արդյոք սա նշանակում էր, որ գոյություն ուներ երկու համակարգ, մեկը հրապարակային, մյուսը գաղտնի, եւ որ իրական որոշումները կայացվում էին ոչ թե առաջինում, այլ երկրորդում։ 2012 թվականի ամռանը տեղի ունեցավ մի դեպք, որը լույս սփռեց այս ամբողջ պատմության վրա։ Մի փոքր շինարարական ընկերության սեփականատերը, ով երբեք չէր մասնակցել գաղտնի ֆինանսավորմանը, որոշեց մասնակցել մի պետական մրցույթի։ Նրա առաջարկը ըստ բոլոր պարամետրերի ավելի մրցունակ էր, քան մյուսների առաջարկները, ավելի ցածր գին, ավելի կարճ ժամկետներ, ավելի լավ որակ։ Բայց երբ հայտարարվեցին արդյունքները, նա չէր հաղթողների ցանկում։ Նա փորձեց պարզել պատճառը, բայց ստացավ միայն ընդհանուր պատասխաններ։ Ձեր առաջարկը չհամապատասխանում էր բոլոր պահանջներին։ Բայց երբ նա պահանջեց ճշգրիտ բացատրություն, նրան ասացին, որ որոշումը վերջնական է եւ վերանայման ենթակա չէ։ Նա չհանձնվեց։ Նա դիմեց դատարան, բայց գործը ձգձգվեց ամիսներ շարունակ եւ վերջում մերժվեց տեխնիկական պատճառաբանությամբ։ Բայց նա հասկացավ մի բան. համակարգը չէր թույլատրում արտաքին մարդկանց մտնել, անկախ նրանից, թե որքան լավ էին նրանց առաջարկները։ Այդ դեպքից հետո նա որոշեց խոսել հրապարակայնորեն։ Նա տվեց հարցազրույց մի անկախ լրատվամիջոցի եւ պատմեց իր պատմությունը։ Նա խոսեց այն մասին, թե ինչպես է համակարգը կազմակերպված, ինչպես են որոշումները կայացվում ոչ թե ըստ մրցունակության, այլ ըստ կապերի։ Նա նշեց, որ իրեն մի քանի անգամ առաջարկել են համագործակցել Ռիտա Սարգսյանի հիմնադրամի հետ, նվիրաբերել որոշակի գումար։ Եվ միայն դրանից հետո նրա ընկերությունը կարող էր դիտարկվել որպես հնարավոր մատակարար։ Նա մերժեց, եւ հետևանքը եղավ այն, որ նա երբեք չստացավ պետական պատվեր։ Նրա հարցազրույցը առաջացրեց ալիք։ Մի քանի այլ բիզնեսմեններ նույնպես սկսեցին խոսել նմանատիպ փորձառությունների մասին, բայց շատ արագ այդ ալիքը հանդարտվեց։ Լրատվամիջոցները դադարեցին հրապարակել նմանատիպ նյութեր, իսկ բիզնեսմենները, ովքեր խոսել էին, սկսեցին ստանալ սպառնալիքներ։ Համակարգը պաշտպանում էր ինքն իրեն, եւ նրանք, ովքեր փորձում էին բացահայտել ճշմարտությունը, վտանգի էին ենթարկվում։ Բայց ամենաանհանգստացնողը եղավ այն, ինչ տեղի ունեցավ 2013 թվականին։ Մի նախկին պաշտոնյա, ով աշխատել էր Սերժ Սարգսյանի վարչակազմում, որոշեց գրել հուշագիր։ Այդ հուշագրում նա պատմեց այն մասին, թե ինչ էր տեսել իր աշխատանքի տարիներին։ Նա նկարագրեց, թե ինչպես էին կայացվում որոշումները, ով էր ազդում դրանց վրա եւ ինչ դեր էր խաղում Ռիտա Սարգսյանի հիմնադրամը այդ ամենում։ Նա գրեց, որ հիմնադրամը դարձել էր մի տեսակ զտիչ։ Միայն նրանք, ովքեր համագործակցում էին հիմնադրամի հետ, կարող էին հույս ունենալ պետական պատվերների վրա։ Եվ այդ համագործակցությունը չէր սահմանափակվում միայն նվիրատվություններով։ Այն ներառում էր նաև մասնակցություն հիմնադրամի միջոցառումներին, աջակցություն նրա նախաձեռնություններին եւ ամենակարևորը՝ լռություն այն մասին, թե ինչ էր իրականում տեղի ունենում։ Հուշագիրը երբեք չհրապարակվեց։ Հեղինակը մահացավ 2013 թվականի աշնանը, սրտի կաթված, ինչպես պաշտոնապես հայտարարվեց։ Բայց նրա ընտանիքը հավատում էր, որ դա չէր պատահականություն։ Այսօր, երբ մենք նայում ենք իդ այդ տարիներին, մենք տեսնում ենք մի պատկեր, որը շատ ավելի բարդ է, քան թվում էր սկզբում։ Ռիտա Սարգսյանի վաղ բարեգործական ծրագրերը չէին պարզապես բարության արարքներ։ Դրանք էին մաս մի համակարգի, որը կապում էր բիզնեսը, քաղաքականությունը եւ իշխանությունը։ Համակարգ, որտեղ բարեգործությունը դառնում էր ներդրում, իսկ ներդրումը վերածվում էր արտոնությունների։ Համակարգ, որը գործում էր գաղտնի, բայց որի հետևանքները տեսանելի էին բոլորի համար։ Եվ ամենակարևորը, համակարգ, որը շարունակում էր գործել նույնիսկ այն ժամանակ, երբ պաշտոնապես ամեն ինչ թափանցիկ էր։ Ովքեր էին իրականում ֆինանսավորում այդ վաղ ծրագրերը։ Ինչ էին նրանք ակնկալում դրա դիմաց։ Եվ արդյոք այդ համակարգը դեռ գործում է այսօր, թեկուզ այլ ձևերով եւ այլ անունների տակ։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները կարող են փոխել մեր ողջ պատկերացումը իշխանության եւ բարեգործության մասին Հայաստանում։ Երբ 2014 թվականին Ռիտա Սարգսյանի հիմնադրամը նշեց իր 6-րդ տարեդարձը, միջոցառումը եղավ շքեղ եւ լայնածավալ։ Հարյուրավոր հյուրեր, բարձրաստիճան պաշտոնյաներ, բիզնեսմեններ, դիվանագետներ։ Ռիտա Սարգսյանը ելույթ ունեցավ, որտեղ խոսեց հիմնադրամի նվաճումների մասին, հազարավոր երեխաներ, ովքեր ստացել են օգնություն, հարյուրավոր ծրագրեր, որոնք իրականացվել են, միլիոնավոր դոլարներ, որոնք ներդրվել են բարեգործության մեջ։ Նա խոսեց տաք, համոզիչ, իսկ ներկաները ծափահարում էին։ Բայց այդ դահլիճում կային մի քանի մարդիկ, ովքեր հիշում էին այլ պատմություն։ Նրանք հիշում էին այն օրերը, երբ ամեն ինչ սկսվեց։
փակ հանդիպումները, գաղտնի փոխանցումները, անհայտ հաշիվները։ Նրանք հիշում էին, թե ինչպես էր համակարգը ձևավորվել, ով էր մասնակցել դրան եւ ինչ գնով էր այդ ամենը իրականացվել։ Եվ նրանք հարցնում էին իրենց. արդյոք այս շքեղ միջոցառումը, այս ծափահարությունները, այս գովասանքները արդարացնում են այն, ինչ տեղի ունեցավ սկզբում։ Արդյոք նպատակը արդարացնում է միջոցները, երբ խոսքը գնում է բարեգործության մասին։ Մի նախկին աշխատակից, ով ներկա էր այդ միջոցառմանը, հիշում է մի պահ, որը նրան խորապես տպավորեց։ Երբ Ռիտա Սարգսյանը ավարտեց իր ելույթը եւ իջավ բեմից, նա անցավ հյուրերի միջով, ողջունելով բոլորին։ Եվ երբ նա հասավ մի խմբի, որտեղ կային այն բիզնեսմենները, ովքեր ֆինանսավորել էին վաղ գաղտնի ծրագրերը, նրանց միջև տեղի ունեցավ մի կարճ, բայց իմաստալից փոխանակում։ Նրանք ժպտացին միմյանց, ձեռք սեղմեցին եւ մի քանի խոսք փոխանակեցին, որոնք արտաքին դիտորդի համար կարող էին թվալ պարզ բարևներ։ Բայց այդ աշխատակիցը, ով գիտեր ամբողջ պատմությունը, տեսավ այլ բան։ Նա տեսավ փոխադարձ հասկացողություն, գիտակցում, որ նրանք բոլորը մաս են մի համակարգի, որը գործում է անխափան։ Եվ նա հասկացավ, որ այդ համակարգը չի փոխվելու, քանի դեռ գոյություն ունեն մարդիկ, ովքեր շահագրգռված են դրա պահպանման մեջ։ 2015 թվականին, երբ Հայաստանում սկսվեցին տնտեսական դժվարություններ, շատ բիզնեսմեններ սկսեցին կորցնել իրենց ընկերությունները։ Բայց նրանք, ովքեր կապված էին Ռիտա Սարգսյանի հիմնադրամի հետ, շարունակեցին ստանալ պետական պատվերներ։ Ավելին, նրանց բիզնեսները ոչ միայն չկրճատվեցին, այլ նույնիսկ ընդլայնվեցին։ Ինչպես էր դա հնարավոր, երբ ամբողջ երկիրը տառապում էր տնտեսական ճգնաժամից։ Պատասխանը կարող էր լինել այն, որ նրանք ունեին պաշտպանություն, որը գալիս էր ոչ թե օրենքից, այլ կապերից։ Եվ այդ կապերը ձևավորվել էին տարիներ առաջ, երբ նրանք ներդրում էին արել գաղտնի բարեգործական ծրագրերում։ Այժմ նրանք հավաքում էին իրենց ներդրումների պտուղները, մինչդեռ մյուսները, ովքեր չէին մասնակցել այդ համակարգին, մնում էին դրսում եւ տառապում էին հետևանքներից։ Բայց ամենաանհանգստացնողը եղավ այն, որ այդ համակարգը սկսեց տարածվել նաեւ այլ ոլորտներ։ Եթե սկզբում խոսքը գնում էր միայն շինարարության եւ մատակարարման մասին, ապա հետագայում այն ներառեց նաեւ կրթությունը, առողջապահությունը, մշակույթը։ Ամեն տեղ, որտեղ կային պետական ֆինանսներ, այնտեղ հայտնվում էր նաեւ Ռիտա Սարգսյանի հիմնադրամի ազդեցությունը։ Եվ ամեն տեղ նույն սխեման էր կրկնվում։ Նախ համագործակցություն յուն հիմնադրամի հետ, հետո արտոնություններ պետությունից։ Համակարգը դարձել էր ամբողջական, ամենատարած, անխուսափելի։ Եվ նրանք, ովքեր ցանկանում էին հաջողություն ունենալ, պետք է ընդունեին դրա կանոնները, այլ ճանապարհ չկար։ 2016 թվականին մի անկախ հետազոտող կենտրոն որոշեց ուսումնասիրել բարեգործական հիմնադրամների ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա։ Նրանք վերլուծեցին տասնյակ հիմնադրամներ, բայց ամենամանրամասն կանգ առան Ռիտա Սարգսյանի հիմնադրամի վրա։ Նրանց եզրակացությունները եղան անակնկալ, նույնիսկ նրանց համար, ովքեր սպասում էին բացասական արդյունքների։ Պարզվեց, որ հիմնադրամի խոշորագույն նվիրատուների ընդհանուր եկամուտը 2008-ից մինչև 2016 թվականները աճել էր ավելի քան 3 անգամ, մինչդեռ միջին բիզնեսի եկամուտը նվազել էր կամ մնացել էր նույն մակարդակում։ Ավելին, այդ նվիրատուների ընկերությունները ստացել էին ավելի քան 70% բոլոր խոշոր պետական պատվերներից։ Սա չէր կարող լինել պատահականություն։ Սա էր համակարգ, որը գործում էր հստակ եւ արդյունավետ։ Հետազոտողները փորձեցին հրապարակել իրենց գտածոները, բայց բախվեցին նույն խնդիրներին, որոնց բախվել էին նախորդները։ Ոչ մի լրատվամիջոց չցանկացավ հրապարակել նյութը։ Նրանց աղբյուրները սկսեցին հրաժարվել խոսել, եւ վերջում նրանք ստիպված եղան փակել իրենց կենտրոնը ֆինանսական դժվարությունների պատճառով, ինչպես պաշտոնապես հայտարարվեց։ Բայց բոլորը գիտեին, որ իրական պատճառը այլ էր։ Համակարգը չէր թույլատրում, որ ճշմարտությունը հրապարակվի, եւ նրանք, ովքեր փորձում էին դա անել, վտանգի էին ենթարկվում։ Բայց նրանց հետազոտությունը մնաց։ Եվ այն, ինչ նրանք գտան, շարունակում է հարցեր առաջացնել մինչ օրս։ Ովքեր էին իրականում շահում այդ համակարգից։ Ինչքան փող էր անցել այդ գաղտնի ուղիներով։ Եվ ամենակարևորը, արդյոք այդ համակարգը դեռ գործում է այսօր, թեկուզ Սերժ Սարգսյանը այլևս իշխանության մեջ չէ։ 2017 թվականի ձմեռը Երևանում մի տարօրինակ իրավիճակ ստեղծվեց։ Ազգային արխիվի աշխատակիցները հայտնաբերեցին, որ 376 էջ փաստաթղթեր անհետացել են գիշերվա ընթացքում։ Ոչ մի հետք, ոչ մի բացատրություն։ Այդ փաստաթղթերը վերաբերում էին 2006-ից մինչև 2010 թվականների ժամանակահատվածին, հենց այն տարիներին, երբ Ռիտա Սարգսյանի գաղտնի բարեգործական ծրագրերը ամենաակտիվ էին։ Ովքեր էին մտել արխիվ, երբ անվտանգության համակարգը ենթադրաբար գործում էր անխափան։
Ինչու հենց այդ էջերը եւ ինչու հենց այդ պահին, երբ հասարակությունը սկսում էր հարցեր տալ։ Արխիվի տնօրենը, ով 30 տարի աշխատել էր այդ պաշտոնում, հիշում է, որ երբ նա փորձեց զեկուցել դետքի մասին, նրան ասացին. «Լավ է լռել, դու չգիտես, թե ում հետ ես գործ ունենում»։ Նա լռեց, բայց նա պահպանեց մի բան. ցուցակ այն փաստաթղթերի, որոնք անհետացել էին։ Այդ ցուցակում կային բանկային փոխանցումներ, հանդիպումների արձանագրություններ, անձնական նամակներ։ Ամեն մի փաստաթուղթ, որը կարող էր ապացուցել, թե ինչպես էր իրականում կազմակերպված ամբողջ համակարգը, այժմ դրանք չկան, բայց հարցերը մնացել են։ Այդ անհետացած էջերի մեջերի մեջ կար մի փաստաթուղթ, որի մասին խոսում էին նրանք, ովքեր տեսել էին այն մինչև անհետացումը։ Դա եղել է ձեռագիր նամակ, որը գրված էր 2007 թվականի հոկտեմբերին։ Նամակը ուղղված էր Սերժ Սարգսյանին եւ այն ստորագրված էր մի բիզնեսմենի կողմից, ում անունը հետագայում դարձավ հայտնի որպես ամենահարուստներից մեկը Հայաստանում։ Նամակում նա գրում էր. «Ես կատարել եմ ամեն ինչ, ինչ խնդրվել է։ Փողերը փոխանցված են ժամանակին, ծրագրերը ֆինանսավորված են լրիվ։ Այժմ ես սպասում եմ, որ դուք կատարեք ձեր խոստումը»։ Ինչ խոստում էր տրվել այդ մարդուն։ Ինչ էր նա ակնկալում դրա դիմաց։ Եվ ամենակարևորը, արդյոք այդ խոստումը կատարվեց։ Նրա, ովքեր կարդացել էին այդ նամակը, հիշում են, որ մի քանի ամիս անց այդ բիզնեսմենը ստացավ պայմանագիր, ավելի քան $20 միլիոն արժողությամբ։ Համընկնում թե պարգև հավատարմության համար։ 2017 թվականի գարնանը մի նախկին բժիշկ, ով աշխատել էր Սերժ Սարգսյանի անձնական բժշկական թիմում, համաձայնեց խոսել առաջին անգամ։ Նա պահանջեց անանունություն, բայց այն, ինչ նա պատմեց, սարսափելի էր։ Նա նկարագրեց, թե ինչպես էր Սերժ Սարգսյանի առողջությունը վատանում տարեց տարի։ 2010 թվականից սկսած, երբ նա արդեն նախագահ էր, նրա մարմինը սկսեց ցույց տալ հոգնածության նշաններ։ Քնի խանգարումներ, գլխացավեր, արյան ճնշման տատանումներ։ Բժիշկները նշանակում էին դեղամիջոցներ, բայց իրական խնդիրը չէր մարմնական։ Դա էր հոգեբանական ճնշում։ Ճնշում, որը գալիս էր իշխանության պահպանման անընդհատ անհրաժեշտությունից։ Բժիշկը հիշում է մի զրույց, որը տեղի ունեցավ 2012 թվականի աշնանը։ Սերժ Սարգսյանը հարցրեց. «Քանի տարի եւս կարող եմ շարունակել այսպես»։ Բժիշկը պատասխանեց ազնվորեն. «Եթե չփոխեք ռեժիմը, ոչ շատ»։ Բայց ռեժիմը չփոխվեց։ Իշխանությունը չի թողնում հեշտությամբ, նույնիսկ երբ մարմինը աղաչում է հանգստի։ Այդ բժիշկը նկարագրեց նաև Ռիտա Սարգսյանի դերը այդ ամենում։ Նա ասաց, որ Ռիտան չէր պարզապես առաջին տիկինով զբաղվում էր բարեգործությամբ։ Նա էր մարդը, ով կառավարում էր ամբողջ ֆինանսական ցանցը, ցանց, որը կապում էր բիզնեսը, քաղաքականությունը եւ իշխանությունը։ Երբ Սերժ Սարգսյանը հանդիպում էր բիզնեսմենների հետ, Ռիտան միշտ ներկա էր։ Երբ քննարկվում էին խոշոր պայմանագրեր, նրա կարծիքը հաշվի էր առնվում։ Եվ երբ որևէ մեկը փորձում էր խախտել համակարգի կանոնները, Ռիտան էր այն մարդը, ով հիշեցնում էր հետևանքների մասին։ Նա չէր բարձրաձայնում, չէր սպառնում բացահայտորեն, բայց նրա լռությունը ավելի սարսափելի էր, քան ցանկացած սպառնալիք։ Բժիշկը հիշում է մի դեպք, երբ մի բիզնեսմեն, ով մերժել էր համագործակցել հիմնադրամի հետ, հանկարծ կորցրեց իր բոլոր պետական պայմանագրերը մեկ շաբաթվա ընթացքում։ Պատահականություն թե նախազգուշացում մյուսների համար։ 2017 թվականի ամռանը, երբ Հայաստանում սկսվեցին առաջին բողոքի ակցիաները, շատերը զարմացան, թե որքան արագ էր իրավիճակը դուրս գալիս վերահսկողությունից։ Բայց նրանք, ովքեր ներսից էին տեսնում համակարգը, չզարմացան։ Նրանք գիտեին, որ համակարգը կառուցված էր մի հիմքի վրա, որը կոտրվածքային էր սկզբից։ Երբ բարեգործությունը դառնում է կոռուպցիայի գործիք, երբ հավատարմությունը գնվում է փողով, երբ արդարությունը փոխարինվում է կապերով, համակարգը դատապարտված է կործանման։ Հարցը չէր արդյոք, այլ երբ։ Եվ 2017 թվականի ամռանը եկավ այդ երբը։ Մարդիկ դուրս եկան փողոցներ, ոչ թե միայն տնտեսական դժվարությունների պատճառով, այլ նաև որովհետև նրանք տեսան, թե ինչպես է համակարգը գործում։ Նրանք տեսան, որ հաջողությունը կախված է ոչ թե ունակություններից, այլ կապերից։ Նրանք տեսան, որ բարեգործությունը դարձել է քողարկում։ Եվ նրանք ասացին. բավական է։ Բայց ամենահետաքրքիրը եղավ այն, ինչ տեղի ունեցավ բողոքների ժամանակ։ Ռիտա Սարգսյանի հիմնադրամը շարունակեց գործել, կարծես ոչինչ չի տեղի ունենում։ Միջոցառումներ, ծրագրեր, նվիրատվություններ, ամեն ինչ շարունակվում էր ըստ սովորականի։ Բայց մի բան փոխվեց. նվիրատուների ցանկը։ Այն բիզնեսմենները, ովքեր տարիներ շարունակ ֆինանսավորել էին հիմնադրամը, հանկարծ դադարեցին իրենց նվիրատվությունները։
Ինչու՞։ Արդյոք նրանք հասկացան, որ համակարգը փլչում է եւ այլևս իմաստ չունի ներդրում անել։ Թե նրանք վախեցան, որ իրենց անունները կապված են այդ համակարգի հետ եւ փորձեցին հեռանալ մինչեւ ուշ չէ։ Կամ թե նրանք պարզապես սպասում էին տեսնելու, թե ով կգա իշխանության, որպեսզի սկսեն նոր համագործակցություն։ Մի նախկին պաշտոնյա, ով աշխատել էր նոր կառավարության մեջ 2018 թվականից հետո, պատմեց մի զարմանալի բան։ Երբ նրանք սկսեցին վերանայել պետական պայմանագրերը, նրանք հայտնաբերեցին, որ շատ ընկերություններ, որոնք ստացել էին պատվերներ Սարգսյանի օրոք, շարունակում էին ստանալ դրանք նոր կառավարության ժամանակ։ Ինչու՞։ Պատասխանը եղավ պարզ։ Նրանք ունեն փորձ, նրանք հուսալի են, նրանք գիտեն, թե ինչպես աշխատել։ Բայց իրականում պատճառը կարող էր լինել այլ բան։ Նրանք արդեն ունեին կապեր նոր իշխանության հետ։ Նրանք արդեն սկսել էին համագործակցել նոր բարեգործական նախաձեռնությունների հետ։ Համակարգը չփոխվեց, միայն անունները փոխվեցին։ Եվ այդ պաշտոնյան, երբ հասկացավ դա, հրաժարական տվեց։ Նա ասաց. «Ես չեմ կարող մաս լինել նույն համակարգի, որը պայքարեցինք տապալելու համար»։ Բայց ամենաանհանգստացնողը եղավ այն, ինչ տեղի ունեցավ 2019 թվականին։ Մի անկախ հետազոտող, ով տարիներ շարունակ ուսումնասիրել էր Ռիտա Սարգսյանի հիմնադրամի գործունեությունը, հրապարակեց մի զեկույց։ Այդ զեկույցում նա ցույց տվեց, որ հիմնադրամի ֆինանսական հոսքերը 2006-ից մինչև 2018 թվականները գերազանցել են $200 միլիոն։ Բայց ամենահետաքրքիրը եղավ այն, որ այդ գումարի միայն 40%-ը կարող էր հետևվել պաշտոնական հաշվետվություններում։ Մնացած 60%-ը, ավելի քան $120 միլիոն, անցել էր ուղիներով, որոնք չեն արտացոլված ոչ մի պաշտոնական փաստաթղթում։ Ուր գնաց այդ փողը։ Ով ստացավ այն։ Եվ ամենակարևորը, ինչի համար էր այն օգտագործվել։ Հետազոտողը փորձեց պարզել, բայց բախվեց լռության պատին։ Ոչ ոք չցանկացավ խոսել։ Ոչ ոք չցանկացավ պատասխանել։ Եվ երբ նա շարունակեց հարցնել, նրան սկսեցին սպառնալ։ Այդ հետազոտողը հիշում է մի զանգ, որը ստացավ 2019 թվականի աշնանը։ Անանուն ձայն ասաց. «Դու չգիտես, թե ինչի մեջ ես խառնվել։ Դադարիր, մինչև ուշ չէ»։ Նա չդադարեց։ Նա շարունակեց իր հետազոտությունը, բայց մի քանի շաբաթ անց նրա գրասենյակը կոտրվեց։ Գողացվեցին նրա համակարգիչը, փաստաթղթերը, ամեն ինչ, ինչ վերաբերում էր նրա հետազոտությանը։ Ոստիկանությունը ասաց, որ դա սովորական գողություն է, բայց նա գիտեր, որ դա այլ բան էր։ Դա էր նախազգուշացում։ Նախազգուշացում, որ որոշ ճշմարտություններ պետք է մնան թաքնված։ Նա հրաժարվեց շարունակել։ Բայց նա պահպանեց մի բան. պատճեններ իր ամենակարևոր գտածոների, որոնք նա թաքցրեց անվտանգ վայրում։ Մի օր, նա հավատում է, այդ տեղեկությունները կհրապարակվեն։ Բայց այդ օրը դեռ չի եկել։ Այսօր, երբ մենք նայում ենք ետ այն տարիներին, երբ Ռիտա Սարգսյանի բարեգործական ծրագրերը ձևավորվում էին, մենք տեսնում ենք մի պատկեր, որը շատ ավելի մութ է, քան թվում էր սկզբում։ Մենք տեսնում ենք համակարգ, որը կառուցված էր գաղտնիության, վախի եւ շահագրգռվածության վրա։ Համակարգ, որտեղ բարեգործությունը դարձավ միջոց իշխանություն ձեռք բերելու եւ պահպանելու։ Համակարգ, որը վնասեց ոչ միայն նրանց, ովքեր չմասնակցեցին դրան, այլ նաեւ ամբողջ հասարակությանը, ստեղծելով անվստահություն, անարդարություն, հուսահատություն։ Եվ ամենավատը, համակարգ, որը դեռ գործում է այսօր, թեկուզ այլ ձևերով եւ այլ անունների տիտակ։ Բայց մի հարց մնում է, որին պատասխանը կարող է փոխել ամեն ինչ։ Ո՞վ էր իրականում շահում այդ ամբողջ համակարգից։ Ո՞վ էր այն մարդը կամ մարդիկ, ովքեր ստացան ամենամեծ օգուտը։ Երբ Սերժ Սարգսյանը հեռացավ իշխանությունից, մի մարդ մնաց, ով շարունակեց վերահսկել ֆինանսական հոսքերը։ Մի մարդ, ով ուներ կապեր բոլոր կողմերի հետ։ Մի մարդ, ում անունը հազվադեպ հնչում էր հրապարակայնորեն, բայց ով միշտ ներկա էր ամենակարևոր որոշումների ժամանակ։ Այդ մարդը չէր Ռիտա Սարգսյանը։ Նա էր միջնորդը, դեմքը, խոսնակը, բայց իրական ուժը գտնվում էր ուրիշ տեղ։ Մի բիզնեսմեն, ում ընկերությունները ստացել էին ավելի քան $500 միլիարդ արժողությամբ պետական պայմանագրեր 2006-ից մինչև 2018 թվականները։ Մի մարդ, ով երբեք չէր հայտնվել սկանդալների կենտրոնում, բայց ում անունը կապված էր յուրաքանչյուր խոշոր գործարքի հետ։ Մի մարդ, ով այսօր շարունակում է վայելել իր հարստությունը, մինչդեռ հազարավորներ, ովքեր տուժել են այդ համակարգից, դեռ սպասում են արդարության։ Այդ մարդու անունը հայտնի է նրանց, ովքեր ներսից են տեսել համակարգը։ Բայց նա երբեք չի պատասխանի իր արարքների համար, քանի դեռ գոյություն ունեն մարդիկ, ովքեր պաշտպանում են նրան։ Քանի դեռ համակարգը գործում է,
Քանի դեռ կապերը ավելի ուժեղ են, քան օրենքը, քանի դեռ փողը կարող է գնել լռություն, բայց մի օր, երբ բոլոր փաստաթղթերը հրապարակվեն, երբ բոլոր վկաները համաձայնվեն խոսել, երբ հասարակությունը պահանջի ճշմարտություն, այդ մարդու անունը կհնչի բարձրաձայն, եւ այդ օրը կլինի արդարության օրը։ Բայց մինչ այդ հարցը մնում է. ով էր իրականում ֆինանսավորում Ռիտա Սարգսյանի վաղ բարեգործական ծրագրերը եւ ինչ գնով եղավ այդ ամենը։ 2018 թվականի ապրիլի 22-ին, երբ Երևանի փողոցները լցված էին մարդկանցով, ովքեր պահանջում էին Սերժ Սարգսյանի հրաժարականը, մի փոքր բանկային գրասենյակում տեղի ունեցավ մի հանդիպում, որի մասին գիտեին միայն 5 հոգի։ Այդ 5 մարդիկ չէին բողոքի ակցիաների մասնակիցներ, չէին քաղաքական գործիչներ, չէին լրագրողներ։ Նրանք էին այն բիզնեսմենները, ովքեր 12 տարի շարունակ ֆինանսավորել էին Ռիտա Սարգսյանի գաղտնի ծրագրերը։ Հանդիպումը տևեց 27 րոպե։ Ոչ մի արձանագրություն, ոչ մի ձայնագրություն, բայց մի մարդ, ով սպասարկում էր այդ սենյակը, լսեց մի նախադասություն, որը սառեցրեց նրա արյունը։ Մենք պետք է ապահովենք, որ ոչ մի փաստաթուղթ չմնա, ոչինչ, որ կարող է կապել մեզ այն ամենի հետ, ինչ եղավ։ Հաջորդ օրը Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Հաջորդ շաբաթվա ընթացքում ազգային արխիվում հրդեհ բռնկվեց, հենց այն բաժնում, որտեղ պահվում էին 2006-ից մինչև 2018 թվականների ֆինանսական փաստաթղթերը։ Պատահականություն, թե վերջին փորձ ջնջելու անցյալը, բայց կրակը չի կարող այրել հիշողությունները։ Եվ այն մարդիկ, ովքեր տեսել են ճշմարտությունը, դեռ ապրում են։ Այդ սպասարկողը, ով լսել էր այդ զրույցը, երբեք չի մոռանա այն, ինչ տեսավ հանդիպումից հետո։ Երբ 5 բիզնեսմենները դուրս եկան սենյակից, նրանց դեմքերը հանգիստ էին, գրեթե անտարբեր։ Կարծես նրանք քննարկել էին սովորական բիզնես գործարք, ոչ թե երկրի ճակատագիրը։ Բայց նրանց աչքերում էր մի բան, որը սպասարկողը նկարագրում է որպես սառը հաշվարկ։ Նրանք գիտեին, թե ինչ են անում։ Նրանք հասկանում էին, որ համակարգը փլչում է։ Բայց նրանք արդեն պլան ունեին, ինչպես փրկել իրենց հարստությունը, իրենց ազդեցությունը, իրենց ապագան։ Մեկը նրանցից, ամենահարուստը, դադարեց դռան մոտ եւ ասաց մյուսներին. «Հիշեք, մենք երբեք չենք եղել այստեղ։ Այս հանդիպումը երբեք չի եղել»։ Եվ նրանք բոլորը գլուխ շարժեցին համաձայնության նշան։ Հաջորդ օրը այդ ամենահարուստ բիզնեսմենը հայտարարեց, որ իր ընկերությունը աջակցում է ժողովրդական հեղափոխությանը։ Նա նվիրաբերեց $100,000 նոր բարեգործական նախաձեռնությանը։ Համակարգը փոխվեց, բայց խաղացողները մնացին նույնը։ 2018 թվականի մայիսին, երբ նոր վարչապետը պաշտոնավարում էր, Ռիտա Սարգսյանը լքեց Հայաստանը, պաշտոնապես ընտանեկան պատճառներով։ Բայց նրանք, ովքեր հետևում էին իրադարձություններին, տեսան այլ պատկեր։ Նա հեռացավ հենց այն պահին, երբ նոր կառավարությունը սկսեց քննարկել նախկին պաշտոնյաների գործունեության վերանայումը։ Նա հեռացավ հենց այն պահին, երբ մի քանի անկախ հետազոտողներ սկսեցին հարցեր տալ նրա հիմնադրամի ֆինանսական հոսքերի մասին։ Նա հեռացավ, բայց նրա հիմնադրամը շարունակեց գործել։ Նոր տնօրեն, նոր խորհուրդ, նոր դեմք։ Բայց ֆինանսական հոսքերը մնացին նույնը։ Նույն բանկային հաշիվները, նույն միջնորդները, նույն անհայտ փոխանցումները։ Կարծես ոչինչ չէր փոխվել։ Կարծես հեղափոխությունը եղել էր միայն մակերեսային։ Եվ նրանք, ովքեր հավատացել էին փոփոխության, սկսեցին հարցնել, արդյոք իրականում ինչ-որ բան փոխվեց։ Մի նախկին աշխատակից Ռիտա Սարգսյանի հիմնադրամից, ով հրաժարական տվեց 2018 թվականի հունիսին, պատմեց մի պատմություն, որը լույս է սփռում այս ամբողջ իրավիճակի վրա։ Նա հիշում է, թե ինչպես էր Ռիտա Սարգսյանը վերջին անգամ այցելել հիմնադրամի գրասենյակ 2 օր առաջ իր մեկնումից։ Նա հավաքեց ամբողջ անձնակազմը եւ ասաց. «Ես հեռանում եմ, բայց մեր գործը շարունակվելու է։ Այն, ինչ մենք սկսեցինք, չի կարող դադարել։ Չափազանց շատ մարդիկ են կախված դրանից»։ Այդ աշխատակիցը հիշում է, որ այդ խոսքերը հնչեցին ոչ թե որպես մխիթարություն, այլ որպես հրաման։ Ռիտան չէր խնդրում, նա պահանջում էր, եւ բոլորը հասկացան, որ նույնիսկ նրա բացակայության դեպքում համակարգը պետք է շարունակի գործել։ Աշխատակիցը հարցրեց. «Բայց ինչպես, եթե ամեն ինչ փոխվում է»։ Ռիտան նայեց նրան եւ ժպտաց։ Ժպիտ, որը աշխատակիցը նկարագրում է որպես սառը եւ հաշվարկված։ Նա ասաց. «Ոչինչ չի փոխվում իրականում, միայն անունները»։ Եվ նա ճիշտ էր։ 2019 թվականին մի անկախ լրագրող որոշեց հետևել փողերին։ Նա վերլուծեց Ռիտա Սարգսյանի հիմնադրամի հաշվետվությունները 2018 թվականից հետո եւ համեմատեց դրանք նախկին տարիների հետ։
Այն ինչ նա գտավ, եղավ անակնկալ նույնիսկ նրա համար։ Հիմնադրամի ընդհանուր եկամուտը նվազել էր միայն 15%-ով, բայց ամենահետաքրքիրը եղավ նվիրատուների ցանկը։ Այն բիզնեսմենները, ովքեր տարիներ շարունակ ֆինանսավորել էին հիմնադրամը Սարգսյանի օրոք, շարունակում էին նվիրաբերել։ Ոչ այնքան շատ, ոչ այնքան բացահայտորեն, բայց շարունակում էին։ Եվ ավելին, նոր անուններ էին հայտնվել ցանկում, նոր բիզնեսմեններ, ովքեր սկսել էին համագործակցել հիմնադրամի հետ հենց 2018 թվականից հետո։ Եվ այդ նոր բիզնեսմենները, ինչպես պարզվեց, սկսեցին ստանալ պետական պատվերներ նոր կառավարությունից։ Նույն սխեման, նույն համակարգը, միայն նոր դեմսկերով։ Լրագրողը փորձեց հրապարակել իր գտածոները, բայց ոչ մի լրատվամիջոց չցանկացավ տպագրել նյութը։ Չափազանց զգայուն թեմա, ասացին նրան, չափազանց վտանգավոր։ Բայց ամենաանհանգստացնողը եղավ այն, ինչ տեղի ունեցավ 2020 թվականին։ Մի նախկին պաշտոնյա, ով աշխատել էր Սերժ Սարգսյանի վարչակազմում եւ ով պահպանել էր պատճեններ ամենակարևոր փաստաթղթերից, որոշեց խոսել։ Նա կապվեց մի անկախ հետազոտողի հետ եւ ասաց, որ պատրաստ է տրամադրել ամեն ինչ, ինչ ունի։ Նրանք պայմանավորվեցին հանդիպել 2020 թվականի մարտի 15-ին։ Բայց 2 օր առաջ հանդիպումից այդ նախկին պաշտոնյան մահացավ ավտովթարի հետևանքով։ Պաշտոնապես ողբերգական պատահար։ Բայց հետազոտողը, ով սպասում էր նրան, չհավատաց։ Նա փորձեց պարզել մանրամասները, բայց բախվեց լռության պատին։ Ոստիկանությունը ասաց, որ գործը փակ է։ Ընտանիքը հրաժարվեց խոսել, եւ այն փաստաթղթերը, որոնք նախկին պաշտոնյան պահպանել էր, երբեք չգտնվեցին։ Կարծես նրանք երբեք չեն եղել։ Կարծես ամբողջ պատմությունը եղել է միայն երևակայություն։ Այսօր, երբ մենք նայում ենք ետ այն 12 տարիներին, երբ Ռիտա Սարգսյանի բարեգործական ծրագրերը ձևավորվեցին եւ գործեցին, մենք տեսնում ենք մի պատկեր, որը շատ ավելի բարդ է, քան ցանկացած պարզ պատմություն կոռուպցիայի մասին։ Մենք տեսնում ենք համակարգ, որը ստեղծվեց ոչ թե մի օրում, այլ տարիների ընթացքում։ Համակարգ, որը ներառում էր հարյուրավոր մարդկանց, բիզնեսմեններ, պաշտոնյաներ, միջնորդներ։ Համակարգ, որը շարժվում էր միլիարդավոր դոլարներ, մի մասը պաշտոնական, մյուս մասը գաղտնի։ Համակարգ, որը փոխեց Հայաստանի տնտեսությունը, քաղաքականությունը, հասարակությունը։ Եվ ամենակարևորը, համակարգ, որը չդադարեց գործել նույնիսկ այն ժամանակ, երբ նրանք, ովքեր ստեղծել էին այն, հեռացան իշխանությունից։ Երբ Սերժ Սարգսյանը հեռացավ իշխանությունից 2018 թվականի ապրիլին, շատերը կարծում էին, որ համակարգը կփլչի։ Բայց համակարգը չփլավ։ Այն փոխակերպվեց։ Այն բիզնեսմենները, ովքեր տարիներ շարունակ ֆինանսավորել էին Ռիտա Սարգսյանի գաղտնի ծրագրերը, չկորցրին իրենց հալստությունը։ Ոմանք նույնիսկ ավելացրին այն։ Նրանք գտան նոր կապեր, նոր հովանավորներ, նոր ուղիներ դեպի իշխանություն։ Ռիտա Սարգսյանը ապրում է արտերկրում, հանգիստ, անտարբեր, պաշտպանված իր հարստությամբ։ Նրա հիմնադրամը շարունակում է գործել Հայաստանում, նոր անունով, նոր ղեկավարությամբ, բայց նույն սխեմաներով։ Եվ այն մարդիկ, ովքեր տուժել են այդ համակարգից, փոքր բիզնեսմենները, ովքեր չկարողացան մրցել, ընտանիքները, ովքեր չստացան օգնություն, քանի որ չունեին կապեր, երիտասարդները, ովքեր տեսան, որ հաջողությունը կախված է ոչ թե ունակություններից, այլ ծանոթություններից, նրանք դեռ սպասում են արդարության։ Բայց ամենաանհանգստացնողը այն է, որ նույն սխեման կրկնվում է այսօր։ Նոր անուններ, նոր հիմնադրամներ, նոր բարեգործական նախաձեռնություններ։ Բայց եթե նայենք ավելի խորը, եթե հետևենք փողերին, եթե վերլուծենք կապերը, մենք կտեսնենք նույն օրինաչափությունները։ Նույն համակարգը, որը փոխում է միայն իր դեմքը, բայց ոչ իր էությունը։ Եվ մինչև մենք չհասկանանք, թե ինչպես է այդ համակարգը գործում, մինչև մենք չպահանջենք իրական թափանցիկություն, իրական հաշվետվողականություն, իրական արդարություն, այն կշարունակի գործել։ Ո՞վ էր իրականում ֆինանսավորում Ռիտա Սարգսյանի վաղ բարեգործական ծրագրերը։ Պատասխանը պարզ է։ Նրանք, ովքեր ցանկանում էին իշխանություն, ազդեցություն, հարստություն։ Նրանք, ովքեր հասկանում էին, որ բարեգործությունը կարող է լինել ներդրում, որը կվերադարձվի տասնապատիկ։ Նրանք, ովքեր պատրաստ էին խաղալ երկարաժամկետ խաղ, որտեղ համբերությունը եւ կապերը ավելի կարեւոր են, քան օրենքը եւ արդարությունը։ Բայց ամենակարևոր հարցը ոչ թե ով էր ֆինանսավորում, այլ ինչու մենք թույլ տվեցինք, որ այդ համակարգը գործի։ Ինչու մենք լռեցինք, երբ տեսանք անարդարությունը։ Ինչու մենք ընդունեցինք, որ կապերը ավելի կարևոր են, քան ունակությունները։ Ինչու մենք հավատացինք, որ փոփոխությունը կգա ինքնաբերաբար, առանց մեր ակտիվ մասնակցության։ Եվ ամենակարևորը,
Արդյոք մենք պատրաստ ենք փոխել այդ ամենը այսօր։ Արդյոք մենք պատրաստ ենք պահանջել ճշմարտությունը, նույնիսկ եթե այն անհարմար է։ Արդյոք մենք պատրաստ ենք կանգնել նրանց դեմ, ովքեր շարունակում են շահագործել համակարգը։ Թե մենք կշարունակենք ապրել այն պատրանքի մեջ, որ ինչ-որ մեկը կգա եւ կկարգավորի ամեն ինչ մեր փոխարեն։ Պատասխանը այս հարցերին կորոշի ոչ միայն Հայաստանի ապագան, այլ նաեւ մեր սեփական ապագան, մեր երեխաների, մեր թոռների ապագան։ Քանի դեռ մենք լռում ենք, համակարգը կշարունակի գործել։ Քանի դեռ մենք չենք պահանջում փոփոխություն, ոչինչ չի փոխվի։ Եվ պատմությունը կրկնվելու է նոր անուններով, նոր դեմքերով, բայց նույն արդյունքներով։ Բայց գլխավոր հարցը մնում է. ով էր իրականում կանգնած այս ամբողջ համակարգի հետևում։ Ով էր այն մարդը, ով շահեց ամենաշատը։ Եվ ինչու այդ ճշմարտությունը դեռ թաքնված է այն արխիվներում, որոնք այրվեցին, այն փաստաթղթերում, որոնք անհետացան, այն վկաների հիշողություններում, ովքեր վախենում են խոսել։ Պատասխանը գուցե երբեք չհրապարակվի, բայց հարցը կմնա։ Հարց, որը կհետապնդի մեզ, մինչև մենք գտնենք քաջություն բացահայտելու ճշմարտությունը։